աշխարհում հենց հիմարությունների թանգարան չկա։ Ես սիրով կլինեի 2008-ից 2018-ի նախագահ, բայց դե մի մաղթն էլ սենց բացվեց։ Մենք անպայման պետքա ունենանք դավաճանի արձան։ Անվտանգությունը ձեր ուղեղում է։ Այսինքն, եթե դուք ձեզ անվտանգ զգաք ներսում, չհամարեք, որ անվտանգ չեք, то անվտանգությունը կլինի։ Արա ինքան վախկոտ է, վայ մամա ջան, ես այտենց վախկոտ, ես այտենց ճճու, չեմ պատկերացնում, այդքան վախկոտ ճճու։ Գերագույն գլխավոր հրամանատարեմ, բայց գերագույն գլխավոր պատասխանատու եմ արդյոք։ Բայց դավաճանը տենց բան է։ Դավաճանը ոչ միայն հանցանք է գործում, մի հատ էլ այդ իր գործած հանցանքով հպարտանում է։ Կլինի ինքը, կլինի պատերազմ, չի լինի ինքը, չի լինի պատերազմ, թե կլինի պատերազմ, եկա լինելու է, չէ, իր ասածը այդ է։ Բոլոր վկաներից պրծանք մնացել էր բանը, էլի, Աննայի ու Նիկոլի հետ, Եհովայի վկա, չգիտեմ ինչի վկա, ասես կա, չէ։ Հա։ Մնում էր, ասենք, Նիկոլի ու Աննայի վկա աղանդալներ երկրում։ Հիմա մենք մի խնդիր ունենք, ղեկը ձեռից առնենք, իրան ավտոյից իջացնենք, այդ ավտոյի ղեկին նորմալ վարորդի նստացնենք, որ մենք բոլորովս ձորում չհայտնվենք, ու դա անենք ինչքան հնարավոր է շուտ, որովհետև այդ ձորը կարա լինի հետ 2 րոպեից։ Միացու Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնոր, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Ձեզ համար զրուցելու են Զարան եւ Ավետիսը։ Մենք քննարկում ենք քաղաքական ամենակարևոր երևույթները։ Մեր գնահատականն ենք տալիս, մեկ-մեկ հումոր ենք անում, չէ՞, մեկ-մեկ լուրջ ենք ամեն ինչ պատմում։ Ողջույն Ավջան։ Ողջույն, բարև ձեզ։ Ավջան, այսօր ատամներդ մաքրել ես։ Չէ, չեմ մաքրել, ինչի համար ես խոսում։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանի նկատի ունես։ Որովհետև եթե ատամներդ գոնե 5 վայրկյան մաքրել ես, չնայած ցանկացած քեզ ատամնաբույժ կասի, որ պետք է մինիմում 3 րոպե մաքրել, այդ նշանակում է, որ դու 62 համայնքի զրկել ես ջուր ունենալու հնարավորությունից։ Ես ունեք մաքրել եմ, առավոտից տանջանքների մեջ եմ, հիմա այդ 62 համայնքում այդ մարդիկ առանց ջուր ոնց են իմ պատճառով ապրում։ Ընդհանրապես, եթե այդ տրամաբանությամբ բան անենք, այդ 63 համայնքի բնակիչներն են, 62 մի չափազանցրու։ Դե հիմա կարելի է ընդհանրապես կրճատել եւ լողանալու հնարավորությունը եւ չգիտեմ աման լվանալու։ Դե վարչապետը իր օրինակով ցույց է տալիս, չէ, որ ասում է պետք չի այդքան ատամ լվալ։ Գիտես ինչ կա, մարդկանց կեղծ հիմար թեզեր ներկայացնելն է։ Մանիպուլյատիվ։ Ասենք ի՞նչ նշանակում 5 վայրկյան ջուրը բաց թողեցիր 62 համայնք առանց ջուր մնաց։ Երևանի ջուրը գնում է Մեղրու համայնք։ Ոնց է ինքը տենց ինչ որ խողովակ կա որ սենց Հայաստանով իջնում է դեպի Մեղրի։ Ինքը իբր թե խոսում է խնայողության մասին, տես ինքը խոսում է իբր թե խնայողության մասին։ Այն դեպքում, երբ որ ինքը իր տեսակով, իր գործունեությամբ, իր ամեն ինչով ճիշտ հակառակն է։ Ես քեզ ուրիշ բան ասեմ, եթե այդքան մտածում է համայնքների մասին, ամեն անգամ ինքը որևէ համայնք գնալուց, ես էլ ասում եմ հարյուրավոր երեխեքի մատնումա սովամահության։ Ասա ոնց։ Ոնց։ Ախպերջան, այդ մեքենաները, այդ սպասարկող, այդ, չգիտեմ, ոստիկանները, որոնք շարում են ամբողջ ճանապարհին։ Դու պատկերացնում ես այդ ջիպերը ինչ քանակությամբ բենզին են խլում, չէ՞։ Մենակ տոննաներով։ Դաչեքը օրական ինչքան ծախս էին անում, հրապարակում էին, չէ՞, թիվ ինչ որ մի հատ աստղաբաշխական թիվեր օրական։ Միլիոնավոր դոլարների ծախս է գնում։ Հիմա ես քեզ հարց եմ տալի։ Ինքը որ չլինի, մենք 62 համայնք չէ, 602 համայնք թռած կապրի։ Զարա, հիմա ես մի հատ օրինակ բերեմ քեզ։ Տես, ինչքան ժամանակ կա, կարծեմ մոտարապես 4 ամիս թե 5 ամիս աշնանից։ Ինքը ազատել է աշխատանքից Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին Վահագն Գևորգյանին։ Լսի, ու այդ մարդու տեղը մինչև հիմա մարդ չկա նշանակված։ Ու այդ համակարգը աշխատում է։ Հիմա ես քեզ հարց եմ տալի, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չունենա, ուղղակի չունենա, ասենք չլինի էլի։ ChatGPT-ին ղեկավարի օրինակ։ Ոչ մեկ չղեկավարի, չլինի այդ պաշտոնը ասենք լիկվիդացնեն։ Քո կարծիքով հայ ժողովուրդը դա զգալու է։
հայ ժողովուրդը ինձ թվում է զգալու է ու շատ ուրախանալու է ու շատ բանա էֆեկտիվ է լինելու առանց իր այս երկրի ղեկավարումը։ Այսինքն Ավելի լավ է մենք չլինի, էլի։ ավելի լավ է վարչապետ չլինի, հսկայական, անհամեմատ, ավելի շատ ֆինանսներ, ջուր, բենզին, ավտոպահեստամասեր, Նյարդեր, դու նյարդերից նյարդեր, խոսա։ հա, դու ընկել ես ասում ես ատամները լվանան, ավելի կարճ լվանան, ինչքան ջուր կխնայվի։ Ես ասում եմ, մի հատ մարդու չլինի, ուղղակի չլինի։ Հա, մենք Ե- փրկված ենք։ Հիմա որ մարդկանց հարցնես, ասես օրինակ հարցում անեն, իրականում հարցում անեն, համաձայն կլինեք, որ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չունենա։ Չեն չունենա, էլի, ասենք երկու հատ փող վարչապետ կա, ասենք մեկը Յոլա կտանը։ կա, ինչ է անում այդ մարդը, ինչ է անում։ Անբախ զամբախ իբր կառավարության նիստերն է վարում, ինչ-որ Մենք գնում է դրսում մեր անունից մանա հանձնում հետա գալիս, էլի որ Դե մեր Գրիգորյանը գիտես չի կարա հանձնի։ Չէ, իսկ կարող ոչ մեկ չհանձնի, էլի, եկեք այդ տարբեր։ Դե ուրեմն մեր Գրիգորյանն էլ պետք է հանձնի։ Անենք, բրծնենք։ Շատ հարմար կլինի։ Լսի, հիմա ուրիշ մի հատ հարց տամ։ Եթե այդքան խնայողության մասին մտածում ա։ Օրինակ, եթե ազգային ժողովը չլինի Հայաստանի Հանրապետությունը չունենա ազգային ժողով։ Հիմա քանի падգամավոր է։ 107 падգամավոր։ 107 падգամավոր։ Մենք գիտենք 20-ին, լավ ԿՓ-ին է։ Լավ որ գիտես օգուտը որն է, երկրին տված օգուտը հասարակությանը հանրային, վերջը այդ կառույցները հանրային կառույցներ են։ Հիմա ասենք օրինակի համար ազգային ժողովը մի պահ չլինի։ Դու պատկերացնում ես քանի միլիարդ դրամ էկոնոմիա տնտեսում կլինի։ Հիմի կարած մեկը կասի ախպե, բա իմ բարեկամը այնտեղ բան է աշխատում, աշխատակազմի ղեկավար է աշխատում, մեկը վարորդ է աշխատում, մեկը չգիտեմ։ Այդ մարդիկ թող մնան, մենք դեմ չենք իրաց գոյությանը, падգամավորները չլինեն։ Այդտենց։ Եկալի այդ մարդկանց թոշակ նշանակի։ Հաստատ։ Եթե այդ մարդկանց գործը սպասարկելն է մի որևէ արժեք չունեցող, որևէ հանրային օգուտ չտվող կառույցի, ավելի լավ ախպեր ջան, վերցնենք այդ մարդկանց, ասենք, գիտեք ինչ կա, քանի որ Այդ շենքն էլ թանգարան սարքենք, դռները բացենք, այցելուներին թողնենք ներս մտնեն։ Բայց այնտեղ ինչ կա նայելու։ Հեչ գնան մարդիկ նստեն այդ աթոռների վրա։ Թանգարան գնում են նա ինչ-որ բան տեսնելու համար։ Այնտեղ որ գնան տենալու բան չկա։ Ասենց տեղ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունեցել, որպես սիմվոլ պահենք հիշողություն, թանգարանային արժեք։ Նիկոլ Փաշինյանը այնտեղ եղել է այդ Նիկոլ Փաշինյանը ոչ դա գորգորացել, աստեղ ասել է, եկեք մեզ պարտված չհամարենք, քանի միջև Չի, այտենց չի ասել ինչ էլ որ լինի, մենք արեք պայմանավորում ենք, որ մեզ պարտված հա, բայց այտենց հիմարությունների համար աշխարհում հələ հիմարությունների թանգարան չկա։ Առաջինը լինեն, կարող է շատ պահանջարկը մեծ լինի։ Երեխեք ասենք դպրոցական գնան կանգնեն, տենց հիմար մտքեր ասեն այդ ամբիոնից ու դա չգիտեմ, ինչ որ սուվինիրի տեսքով իրաց ձայնագրեն տան։ Ինչ Չէ, ես դեմ եմ, որ հիմարության թանգա, առանց այն էլ այս երկրում այնքան շատ հիմարություններ կան, որ մի հատ էլ հիմար թանգարանը գիտես երբ են ստեղծում, երբ որ դա Չէ, երբ որ դա ինչ որ առանձին վերցած, ֆենոմենալ, չգիտեմ, առանձնահատուկ մի հատ բան է։ Երբ որ դա պատկերացրու Գերմանիան, չէ, այդ բանից հետո Հիտլերից հետո քանի հատ թանգարան ա ստեղծել այդ զոհերին նվիրված, հա, ֆաշիզմի դեմ պայքարող։ Հիմա մենք էլ երբ որ հաղթահարենք այս իշխանություններին, կարելի է այդ թանգարանը ստեղծել որպես Ես ուրիշ գաղափար ունեմ։ Մենք անպայման պետք է ունենանք դավաճանի արձան։ Լսի, հերոսների արձան շատ կա, օրինակ մեր երկրում, չէ՞։ Օրինակ Գարեգին Նեժդեհի կա, Տիգրան Մեծի մեր ամենահզոր հայ, Սասունցի Դավթի կա, Տորքան Գեղի կա։ Վարդան Մամիկոնյան։ Մենք մեր հերոսներին միշտ կարևորել ենք եւ ուզեցել ենք, էլի, որ մարդիկ տեսնեն, որ գնահատվել են եւ այլն, բայց օրինակ այդքան դավաճան ենք ունեցել։ Մեր պատմության մեջ չենք դրել։ Կարող է ասես, դե հիմի արձանը խի դնես, չէ՞, խի հավերժացնես։ Թքելու տեղ։ Թքել մրելու տեղ։ Մարդիկ գնան։ Լսի, դանից, բայց դա էլ կարա, չէ՞, գեղարվեստորեն ըլնի։ Դա ասենք դա բանի հերոսի արձանը սուրը ձեռքին, չգիտեմ,
ձիու վրա, ասենց հերոսական կեցվածքով բան, ես օրինակ միշտ նվաստացած, ինչ-որ մեկի կոշիկը լպստող, ասենք թուրքի ինչ-որ ոտը գլխին դրած, այսպես մի հատ արձան մեզ պետք է, էլի։ Մարդիկ սիմվոլը տեսնեն, ամաչեն ու այդ ճանապարհով երբեք չգնան։ Որտեվ հերոսն էլ է օրինակ, որ մարդը տեսնի, ասի ես էլ նմանվեմ հերոսին, չէ՞։ Բանն էլ դավաճանն էլ գոնե մի հատը պետք է լինի, որ մարդը տենա այդ դավաճանի արձանը, ասի արա ես սենց չլնեմ, էլի, անկան ես սենց չլնեմ։ Երեխուդ տենաս տանես, ասես տղա ջան, նայի, էսի այն միացած Նիկոլա եղե, ամբողջ հայ ազգը սրան զզվել է, սրան ատել է եւ այլն, ու սրա ազգուտակը միշտ անեծքի տակ է եղել, որովհետև ինքը հող է հանձնել, հերիք չի հող մեր հայրենիքն է հանձնել, հետո դրանով հպարտացել է, բայց դավաճանը տենց բան է, դավաճանը ոչ միայն հանցանք է գործում, մի հատ էլ այդ իր գործած հանցանքով հպարտանում է, ներկայացնում է որպես սխրանք դա։ Գիտես ինչի համար, հիմի օրինակ Նիկոլը կուզեր, չէ՞ որ մենակ ինքը դավաճան չլներ։ Սաղ ազգը իր նման դավաճան լիներ, ինքը տենց էլ ասում է, ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց ես հո մենակ չեմ, չէ՞, բոլոր գերագույն գլխավոր հրամանատար եմ, բայց գերագույն գլխավոր պատասխանատուն եմ արդյոք։ Դե հիմա անպայման մենք պետք է ունենանք դավաճանի Պարսավանքի արձան։ Այո, պարսավանքի արձանը, տենց մի հատ նողկալի արձան, որը սենց նայես, որ ով նայի զզվանքը գա, ասի ախպեր, արա, ես ինչ խայտառակություն է, ոնց կարելի է սենց լնել։ Դե հիմա մարդը ասում է, ես ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես եմ պատերազմի օրոք եղել։ Ես օրինակ ոնց եմ դա հասկանում, ինքը ասում է, ով էլ լներ իմ տեղը նստած, այդ պատերազմը լինելու էր։ Ես մի ինչ անեմ, որ բախտս չբերեց։ Ես սիրով կլինեի 2008-ից 2018-ի նախագահ, բայց դե իմ բախտն էլ սենց բացվեց։ Ես ինչ անեմ։ Դու ինչ առարկություն չունես այդ թեմայով։ Հիմի տենց ցանկացած հանցագործություն կարելի է արդարացնել, ցանկացած հանցագործություն կարելի է արդարացնել։ Ասենք մեկը խփի մեկին սպանի կամ 5 հոգու սպանի, ասի ախպեր ես չսպանեի, զառաներ սպանելու կամ ավետիսներ սպանելու։ Էդի ինչ։ Ես չսպանեի, իմ տեղը ուրիշ մարդ էր լինելու, մեկը նա էր սպանելու, չէ։ Չէ, ես մեքենայի տակ գցեցի այս մարդկանց, ես չգցեի, իմ հետևից եկող մեքենան էր գցելու։ Սենց հիմարության բան է։ Այդ նշանակում է, որ մարդը գոնե տարրական պատասխանատվություն այս երկրի կառավարման համար իր վրա չի վերցնում, էլի։ Այսինքն ինքը սենց մի հատ ամորֆեա կա, որը լիներ, չլիներ, իր գործողություններից, իր որոշումներից, որից բան կախված չի եղել։ Հիմա Զառա ջան, պատմական բան ասեմ, սենց նոր մտածեցի, հիմի Հիտլերը այդքան մարդ սպանեց, ասենք հոլոկոստ արեց, հարձակվեց այդ երկրների վրա, ամբողջ Եվրոպան գրավեց, չգիտեմ, Հիտլերը որ չլիներ ճամբարներ սարքեր։ Հա, հիմի Հիտլերը ասենք իր նման անամոթ լներ, Հիտլերի հետ համեմատելը իհարկե բան է, մի քիչ մեղքել է, այն մարդը հսկայական կայսրություն էր ստեղծել, վերջում էլ պարտվելուց հետո ամոթ ունեցավ, ինքը իրան ինքնասպանություն գործեց, հա։ Հիմի պատկերացրու Հիտլերը գար Նյուրնբերգի դատավարությանը մասնակցեր, խոսքի օրինակ, հարցնեին, թող ասեր ախպեր, դե ես չլնեի, հիմի ես շատ եմ իմանում, ով է լնել, Գեբելսն էր անելու։ Գեբելսն, չէ, իրանից հետո ասենք այն բան Ադենաուերը, չէ, բանը վարչապետ դարձավ։ Այն ինտելիգենտ մարդ է, ասեր ես չլնեի, այս Ադենաուերն էր անելու։ Ես ինչ մեղավոր եմ ախպեր, որ ես էլ եղա։ Հետո ուրիշ բան ասի, բայց ես вообще մեղ չունեմ։ Այս բանը գերմանացի ժողովուրդը գնաց եկավ ընձի ընտրեց։ Ես ինչ անեմ։ Թող իմանա։ Չէ, լսի, բայց այդ նշանակում է, որ ինքը որպես իշխանություն լրիվ անպիտան է։ Այսինքն ոչ ինքը ոչ դրական բան կարա անի, ոչ բացասական։ Եթե դե պատմությունը տենց մի հատ սենց անիվ է, որ ինչ ուզում է լինի, ինչ որոշում դու ընդունես, հա, չէ։ Մեկը քո կյանքը գնալու է նենց ոնց որ ճակատիդ գրած է, ասել հայ, հա, տիպ ֆատալիստ է մարդը, հասկանում ես։ Ինքը իր որոշումները այս երկրի կյանքում որից բան չեն փոխում։ Դե հետո եկանք նորից այն խոսակցությանն է, որ եթե այդ կառավարության շենքում վարչապետ չլինի, կարող է ոչ մեկ չզգա դա, կամ զգան մենակ դրական իմաստով զգան։ Չէ, ես վստահ եմ, որ դրական իմաստով, ասենք դու պատկերացնում ես քանի հատ խորհրդական է, եթե ինքը ոչ մի բանով չի զբաղվում։ Օգնական ինչի համար է։ Իր զբաղված ցանկացած իր աշխատանքի արդյունքում որևէ բան չի փոխվում։ Հա,
Հիմա ասենք կլինի ինքը, կլինի պատերազմ, չի լինի ինքը, չի լինի պատերազմ, թե կլինի պատերազմ, եկա լինելու է, չէ, իր Հիմա ասածը այդ իր խորհրդականներն ու օգնականները ինչ են անում, կարաս ասես։ Ես իմ։ Չէ, եթե այդ մարդու օգտակար գործողության գործակիցը 0 է, չէ։ Եթե մեկը ճակատագիրը արդեն նշված է։ Ասենք այդքան խորհրդական, աշխատակազմի ղեկավար, չգիտեմ, թոշակառու են դրանք, թոշակառու չեն, բայց թոշակառու են, եթե թոշակառու են, то 35000 ստանան, ախպեր, ոչ թե միլիոններ, միլիարդներ։ Թե դրանք ինչ որ հատուկ թոշակառուներ են, բան առանձնաշնորհյալ թոշակառուներ են, որ ասենք սովորական թոշակառուն։ Ջահել, ինչ թոշակառու դու էլ։ Դե ես Անչափահասի տարիքի են Դե համարել ես այդպես բանով եմ ասում, սարկազմով եմ ասում, որովհետև թոշակառուն մեր երկրում էլ եմ ասում 35000-ը ստանում, դրանք 3.5 միլիոն որ տաս, կարող են նեղանան, հա, ասեն ախպեր, ես չհասկացանք, ես ինչ փող եք տալի մեզ, դրանք առնվազն պետք է օրը 3.5 միլիոն ստանան, հիմա ինչ դու մտածում ես այդքան չեն ստանում։ Ես չգիտեմ ինչքան են ստանում, ես ուրիշ բան է ինձ հետաքրքրում։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, ասում էր, ես իմ զրոյական կետից եմ բանակցությունները սկսում, ինքը մերժում էր Լավրովյան պլանը, որի մասին բազմաթիվ անգամներ ասվել է, չէ, որ 19 թվին եղել է այդ առաջարկը նաև Արցախի կարգավիճակով։ Եթե ինքը, չգիտեմ, թշնամուն կառուցողական ու բաներ ինչ էր անվանում, կիրթ էր անվանում, եթե այդ ամեն ինչը անում էր, արել է մենակ Նիկոլը, բայց մեկը պատերազմը տենց անխուսափելի բան էր, հա։ Զարա, պատերազմը իրականում միշտ ասել ենք, չէ, որ դա կազմակերպված, նախորոք պլանավորված, երկնել որոշված պատերազմ էր, որտեղ Հայաստանը պետքա պարտվեր, Ադրբեջանն ու Թուրքիան պետքա հաղթեին։ Հիմա հարցը Դե դու առաջանում։ Սակարեխեղճ Նիկոլն ինչ կապ ուներ, եթե պլանավորած էր։ Բայց Նիկոլի հետ են պլանավորել, այսինքն Նիկոլի իշխանության հետ է դա պլանավորվել։ Եթե ուրիշ մարդ լներ, կարող է հայ ժողովուրդը Հայաստանը որպես պետություն հաղթեր։ Հիմա արի ինչ են պլանավորել, չէ՞, թե կարևորը ինչ են պլանավորել եւ հանուն ինչի է եղել այդ պարտությունը։ Նայ, այսօր եթե բոլորը ասում են, որ Հայաստանը դարձել է թուրքահպատակ երկիր, այսինքն Նիկոլը, իր Արարատ Միրզոյանը, չգիտեմ, Ռուբեն Ռուբինյան, ով ուզում է, մեկ գնում է, գլուխը կռացնում է դες թուրքերի առաջ, սրանք ինչ ասում են, սրանք ասում են, այո, շատ հրաշալի է, դուք մեզ ոնց ասում եք, մենք այնպես էլ անում ենք, մենք նույնիսկ ավելին ենք անում, ինչ որ դուք պահանջում եք, էլ ինչ եք պահանջում, խնդրեմ պահանջեք, մենք կատարենք եւ այլ եւ այլ։ Լսի, եւ բոլորը ասում են, չէ, որ Հայաստանը նոյեմբերի 9-ին ստորագրել է կապիտուլյացիա եւ անցել է թուրքական հպատակության տակ։ Լսի, երկիրը երբ է անցնում օտարի հպատակության տակ, երբ որ պարտվում է։ Չլներ պատերազմը, չլներ պարտությունը, Հայաստանը չէր լինի թուրքական հպատակության տակ։ Այսինքն այդ մարդիկ ոնց որ հիմա ասենք Ուզում ես ասես առանց պատերազմ չէր կարենա գնալ այդ կապիտուլյացիան ստորագրել։ Ոչ։ Կնեղվեր։ Ոնց ստորագրի, եթե դու չես պարտվել։ Լսի, հիմա Արցախը մերն է։ Մեր զորքը ընդեղ է։ Հայաստանի տարածքն էլ չեն գրավել թուրքերը։ Մենք էլ մեզի հաղթած ենք։ Դու հաղթած պետությունը ոնց կարա գնա կապիտուլյացիա ստորագրի։ Նրանց հետաքրքիր բան է ասել։ Հաղթած պետության անունից ստորագրել, օ, այդ իշխանության ներկայացուցիչն է, չէ՞, ղեկավարն։ Գնա ստորագրի, որ մենք պարտվել ենք։ Իսկ դու հիշում ես, որ ինքը այդ նախադասությունն ասեց, ասեց ես կարայի այդ թույլ չտայի, որ պատերազմը լիներ, զոհերը չէին լինի, բայց դուք ինձ դավաճան կասեիք։ Ինքը ուրիշ բաներ ուզում ասեր, ուզում էր ասեր իրականում կոնտեքստը էս էր։ Ախպեր, ես որ ուզում էի բանը կապիտուլյացիա ստորագրեի, եթե երկիրը հանձնեի թուրքերին, բայց առանց Չէ, բայց առանց պարտվելու ոնց այդամ կապիտուլյացիա ստորագրեմ։ Դրա համար այս պատերազմը պետք էր, որ ես գնայի կապիտուլյացիա ստորագրեի, այ կապիտուլյացիան ի՞նչ է, թշնամուն հանձնվել նրա պայմանները ընդունելով թշնամուն հանձնվել, ընդամենը այդքան մի բան է։ Բայց էլի եմ ասում, հաղթած երկիրը, հաղթած ժողովուրդը, պետքա մարդիկ պարտվեն, պետքա զոհվեն, տարածք կորցնես, զորքդ պետքա նահանջի, որ տեսանելի լինի։ Ասենք հիմի Գերմանիան հաղթել էր Ֆրանսիային, ենթադրենք 40 թվին, 1940 թվին։ Պետենը գնաց կապիտուլյացիան ստորագրեց, որ ասենք Գերմանիան հարձակված չլներ Ֆրանսիայի վրա, Փարիզն գրաված չլներ։ Պետենը որպես ինչ էր կապիտուլյացիան ստորագրել։ Ասեր հենց այնց ուզում եմ լավ հանձնվեմ ձեզ, չի նմտենց։ Չի նմտենց, բան չի նմտենց, պարտադիր, որ ուզում ես մեկին հանձնվես,
պետք է պարտադիր այդ մարդ այդ ուժին, այդ երկրին բան անես։ Պարտվես, հա։ Լսի, այդ պարագայում, ասենք, այսօր չգիտես ինչի մեր մոտ ստացվեց, որ մենք Նիկոլի հանճարեղ ճակերտների մեջ մտքերի անդրադարձ ենք կատարում, հա, այդպես հավառոտ տարբեր տարիներին հնչած մտքերին ենք անդրադառնում։ Այս վերջիններից իմ համար ամենա ցնցողը, զարմանահրաշը, դա ինքը մտքի տիտան է իրականում։ Նրա ամեն մի ասած խոսքը դա մի տիեզերական հզոր ճշմարտություն է, մի տիեզերական ուժ ունի, բան, այտենց ամեն մարդ չի կարա այտենց մտքեր ասի։ Ինքը չի լինելու, մենք դարերով հիշելու ենք այս ոսկե եղնիկ արտահայտությունները, բայց այս վերջին էտապում, որ ասելա անվտանգությունը ձեր ուղեղում է։ Այսինքն, եթե դուք ձեզ անվտանգ զգաք ներսում, չհամարեք, որ անվտանգ չեք, то անվտանգությունը կլինի։ Հիմա հարց, այն խնածախի են խեղճ բնակիչը, որի պատուհանին կպել է թեկուզ ոչ նշանակետով ոնց որ ՊՆՆ, հա, բանանում հաղորդագրություն տարածում ադրբեջանցու կրակածը, կամ այն գերիների հարազատները, որոնք հիմա Հայաստանում են ու տեսնում են, թե ինչ վիճակում են իրենց հարազատները Բաքվի բերդերում, կամ այն սահմանին կանգնած սահմանապահը մեր, որը տեսնում լավ, պարզ է, Զարա, լավ, դա ոնց իր գլխում անվտանգություն ապահովի։ Ասա, որ այտենց բան խոսում ես, այդ տղա, քո գլխի մեջ անվտանգություն կա։ Ասենք ու իր գլխի մեջ կա անվտանգություն։ Իա, գլխի անվտանգություն նաև առերևույթ կա, տասնյակ ոստիկաններ, այդ իր ՊՊՑ-ն, որ իրան վերաբանանում, չէ, անվտանգություն ապահովում։ Բայց ես էլ եմ ասում, գլխի ու աչքի տեսածը նույնն է։ Մենք ոնց անենք, որ գլխինը բայց եթե ինքը իր գլխի մեջ անվտանգություն չունի, ամեն օր սարսափած, ասում են ախրանան պատմում է, ես ախրանիկներից մեկի հետ խոսում եմ, ասում է գիշերը դիվահար վազում է դուրս, մեկ է սենց անում, ուժեղացրեք ծառայությունը, բան, էս ինչա, քիչ են, մեկ էլ զանգում են, հեսա թուրքերը կգան, հեսանձի կսպանեն, հեսա թուրքերը չէ, էլի նկատի ունի հայերը, կներես, բան կանեն, հեսա ընդդիմությունը կգա, ընձի կսպանի, չգիտեմ, իմ չուզողները։ Կավավատ երազ է տեսել։ Ամեն օր է տենում այտենց երազ։ Ամեն օր այտենց ինչ-որ դիվահարի պես ասում է գժություններ անում, բան ասենք սառը ջուր են տալի, բան են անում, ասում են ախպեր առաջ, չկա էլի ոչ մի վտանգ էլ չկա։ Եթե մի մարդ իր գլխի մեջ չունի անվտանգություն, մանա գալի հսկայական ընենց մի հատ զորքով, 12-18 մեքենա է։ իր կինը Իսլանդիայի օրինակն է բերում, որ իբր թե բանակ չունի, չգիտեմ։ Ախպեր Իսլանդիայի ժողովրդի չափ բանակ եք պահում ձեր անվտանգության համար։ Արա ում եք բան անում, անվտանգություն, ում եք անվտանգություն բացատրում։ Ես ձեր օրինակով, առանց բանի անվտանգության աշխատակիցների հանգիստ խաղ կյանքով ապրեք, դռներն էլ բացեք, ասեք մենք խնդիր չունենք, անվտանգությունը մեր մենակ գլխում է։ Մենք բանի վիզուալի կարելի։ Մի հատ ֆոտո անելու համար 5000 ոստիկանով այդ տարածքը շրջապատում եք, որ մի հատ ֆոտոգրաֆ նկարի։ Լսի, ուրիշ բան ասեմ, արա այնքան վախկոտ է, վայ մամա ջան, ես այտենց վախկոտ, ես այտենց ճճու, չեմ պատկերացնում, այդքան վախկոտ ճճու։ Ուրեմն լսի, գնացել է Մեղրի, պետք է մտնի բան, այդ Մաքսատուն։ Լսի, Մաքսատան աշխատողը սահմանապահ զորքերի սպայա, սահմանապահ զորքերը ԱԱԾ-ի, ուրեմն նայի, որ պետք է գնա բարևի այդ ԱԱԾ սպային, մի հատ ուրիշ իր ախրանայից մարդ գնում է նախորոք կանգնում է այդ ԱԱԾ սպայի թիկունքին, որ ինքը գնա դրան բան անի։ Այդ մարդի չանել։ Ախպե մեկ բան կարող է այդ ԱԱԾ սպան սրան մի բան անի։ Այսինքն դաժե ինքը ԱԱԾ սպա սահմանապահից վախենում է։ Ախպեր այդ մարդը դու պատկերացնում ես ինչ վիրավորանք է էլի մարդու համար։ Չնայած կարող եմ մյուս կողմից վիրավորանք չի։ Ես կոմպլիմենտ կհամարեի։ Հա, մտածում եմ ախպեր, այս երժում Թասիբով մարդիկ են։ մնում է ինքը այդ իր ախրանիկների վրա էլ բան պահի, ախրանիկ պահի։ Լսի, ինձ թվում է ինչ որ մեխանիզմներ կլինեն վերահսկելու, էլի, ստուգելու, վերահսկելու, հեռախոսները լսելու, չգիտեմ։ Չէ, ֆիզիկապես, որ ասենք մի հատ ախրանիկ կլինի, հետո ախրանիկի վրա դրան հետո ախրանիկ կլինի, հետո ուտենց, բան, ի վերջո աշխատատեղ։ Ազգովի կարանք դառնանք ախրանա։ Մարդ չի մնա այս երկրում, ոչ ախրանա։ Ու բոլորը անվտանգ կլինեն։ Ու բոլորը Նիկոլի անվտանգությունը կապահովեն։ Չէ, բացի այդ էլ իրանց անվտանգությունն էլ միշտ ապահով։ Դու պատկերացնում ես ախրանիկ, ախրանիկի ախրանիկ։ Այս ախրանիկը արդեն անվտանգության աշխատող ունի, իրան հետևող։ Բա ոնց։ Ու սենց սաղ ազգը պրոստը այդքանին պահելու համար որտից, այն խեղճ Նիկոլը որտից փող ճարի։
Գիշերները Արտաքին բարդքը կավելացնի, Չէ, գիշերները գետա Դոնբաս կայարանում ածուխ դատարկող էին ասում են գիշերը գնացել է ածուխա դատարկե, դե հիմի էլ ոչ գնաց կա, այդ գնացները չկա ածուխ բերող, այդ ծորեն դատարկող, ածուխ դատարկող, որ այդ խեղճտղեն էթա գիշերները սմենով ածուխ դատարկի, բերի է ժողովրդին պահի։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, մի բան, որ ինքը չունի անվտանգության զգացողություն, էլի եմ ասում, կես քայլ չի կարում վախենում է կես քայլ գնա, կես քայլ։ Լսի, ես այդ կադրերը տեսա, սարսռեցի, արա ասի, այս մարդը ոնց է ապրում, այդ բանով, այդ վախի մեջ, արա մի օր վախից կմեռնի այդ մարդը։ Մի հատ էլ ախրանի կապետ, որ այդ բանը վախը հաղթահարի, իր ներքին վախը հաղթահարի։ Ախպեր, դու պատկերացնես ԱԱԾ սպայից վախենա։ Ու մի կադր չի։ Սպայից երեխեքի այդ նկարանումների Չէ, ժամանակ երեխեքը մի բան կանեն։ Ինչ պետք է անեն, ասենք 5-6 տարեկան երեխեքի այդ նկարման ժամանակ գնում է կանգնում է թիկնապահը կողքը կարելի է կարծել էս երեխեքի Զարա, թող մարդիկ վերցնեն նայեն, մի սենյակ չէ, որ սենյակը մտավ, ընդ մի քանի ԱԱԾ տարբեր բաժինների ասենք մեկ էլ տենում ես հետևը, այդ աշխատողի հետևը մարդ է կանգնած։ Իրա գրաժդանսկի էնի ֆորմով, այսինքն այս մարդը ֆիզիկապես բոլորից վախենում է, բոլորից։ Ու այդքանից հետո մարդկանց հելնում է ասում է անվտանգությունը ձեր գլխում է, աղքատությունը ձեր գլխում չի, հիմա էլ անվտանգությունն է ձեր գլխում։ Այդքան գլխում ոնց է բան տեղավորվում մարդկանց մարդ չի հասկանում։ Ախպեր, այդ մարդկանց գլխում այսօր մենակ մի բան կա, Իրանից ու իր այդ 100 կամ 50 հոգանոց այդ խմբից ազատվելը։ Ուրիշ բան չկա մարդկանց գլխում։ Հենց այդ հարցը լուծվի եւ մարդկանց գլխում եւ աղքատությունը կհաղթահարվի եւ անվտանգությունը կհաղթահարվի եւ մնացած բոլոր Եվ կրթությունը համապատասխան տեղերում կստանան, ոչ թե առաջին տիկնոջ կազմակերպած սեմինարների ժամանակ։ Բայց այդ սեմինարների ժամանակ ինչի հնարավոր է կրթություն ստանալ։ Դե բա կրթվելը նորաձև չգիտեիր։ Ես այն օրը մի հատ բան կարդացի, հեղինակին չեմ հիշում, ինքը կների ինձ, բայց մարդը շատ խելացի բան էր ասել է դա ոչ թե կրթության կամ չկրթության մասին է, դա ինչ որ աղանդ ստեղծելու, իրանց հետևորդների աղանդ ստեղծելու մասին է, այդ ամեն ինչը կազմակերպվում է ընդամենը Նիկոլա Աննայական կամ ավելի շուտ Աննայա Նիկոլական, որովհետև հիմա փաստացի Աննան աղանդի բանը հոգևոր առաջնորդը, Նիկոլը ընդամենը նրա հետևորդներից է։ Ասենք այդ աղանդի քարոզի մասին է։ Աղանդի քարոզ եւ աղանդի անդամների հավաքագրում։ Նիկոլի վկաները, այո։ Բոլոր վկաներից պրծանք մնացել էր բանը, էլի, Աննայի ու Նիկոլի հետ, Եհովայի վկա, չգիտեմ ինչի վկա, ասես կա, չէ։ Մնում էր ասենք Նիկոլի ու Աննայի վկա աղանդը լիներ երկրում։ Պրոստը Բայց մենք դեմ չենք, թող աղանդը բացեն, իշխանությունը թողնեն։ Չէ, Զարա ջան, աղանդով շարունակեն քարոզչություններ, ընդհակառակը բան անեն։ Ընդհակառակը այդ աղանդի իմաստը իշխանությունը պահելու համար է, այդ աղանդի միջոցով, այդ աղանդավորների միջոցով, այսպես ասած, իրենց կողմից կրթություն ստացած, իրենց տված կրթությամբ սնված, սնուցվողների միջոցով աղանդը պահելը, որ վերջը իրանք հասկանում են, չէ՞ որ հասարակության մեջ իրանք այսօր հենարան չունեն։ Ո՞վ է իրանք հենարանը։ Ո՞վ։ Չկա։ Իրանք շահառուները, ովքեր որ իրանք իշխանությունից ինչ որ եկամուտ ունեն։ Հա, բայց դե հասկանում ես, նույնիսկ իրանք հասկացել են, որ նույնիսկ այդ մարդիկ իրանք զեն չեն տալի։ Նույնիսկ այդ մարդիկ իրանցից Այդ մարդիկ կարող է սիրով փոխարինեն իրանք այլ մարդկանցով, որոնց էլի շահառու կլինեն, էլի կմնա ոստիկանության աշխատող, կպաշտպանի ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սիմոն Սիմոնյանին։ Զարա, հիմա ես քեզ մի հատ բան անեմ։ Քեզ օրինակ բերեմ։ Ասենք հիմա օրինակ դու ուզում ես գնաս Գյումրի։ Մեկ էլ գալիս է մի հատ մեքենա, ասում է Զարա ջան, նստի, ես քեզ կտանեմ։ Ու տենց տարբեր մարդկանց հավաք։ Լսի, մեկ էլ դու մի ճանապարհի մի X պահի հայտնաբերում ես, որ այս մարդը այնքան վարորդը տխմար ձևի է մեքենան վարում, որ ասենք մի 2-3 կիլոմետրից կամ 5 կիլոմետրից այդ մեքենան տանելու է խփի պատին կամ ձորը գցի, հա, ու այդ բոլոր ուղևորներով բանով Փորձում եք ձեռից առնեք ղեկը։ Հիմի դու
այդ մարդու նկատմամբ ինչ զգացողություն պետք է ունենաս։ Երախտագիտության, որ ինքը քեզ նստացրել է մեքենան, թե ատելության, որ ասես ախպեր արա, լավ հասկացա, որ գլուխս ուտելու է։ Հիմա իրականում այս հայ ժողովրդի մեծ մասը խաֆել է, դե հիմա մարդիկ բոլորն էլ էկրանի առաջ, նենց տանը դրսում, բոլորը ասում են ախպեր գնացինք ընտրինք, դե հիմա սխալվեցինք, խաֆվեցինք եւ այլ։ Հա հիմա մտածել են, որ իրանց ինչ որ լավ տեղ է ուզում տանի։ Բայց ձորնա տանում։ Բայց տանը ձորնա գցում։ Հիմա մենք մի խնդիր ունենք, ղեկը ձեռից առնենք, իրան ավտոյից իջացնենք, այդ ավտոյի ղեկին նորմալ վարորդի նստացնենք, որ մենք բոլորովս ձորում չհայտնվենք, ու դա անենք ինչքան հնարավոր է շուտ, որովհետև այդ ձորը կարա լինի հետ 2 րոպեից։ Հա, իհարկե, բոլորի մոտ հենց այդ գիտակցությունն է, որ ցանկացած պահի սրա ամեն մի պահը աղետ է, ոչ թե 2 րոպե հետո կարող է աղետի բերի։ Արդեն բազում աղում։ Հա, բազում աղետներ է բերել է, ու այդ process-ը անընդհատ շարունակվում է։ Հիմա մնում է, որ այդ պայմանական, ասեմ, ավտոբուսի ուղևորները, որոնք մենք ենք, կարանանք սրա ձեռից այդ ղեկը վերցնենք, թույլ չտանք, որ հերթական ձորը գցի, հերթական վթարը ու ելնի ասի ախպե, բայց ուշադրությունը մի բանով շեղենք, բան անենք, իրան խափելով հանենք, ասենք դու մի րոպեով հələ դուրս արի, մարդ նստացնենք տեղը, իր հարցն էլ լուծենք։ Էդ է։ Թե որովհետև այս պահին եթե տենց ղեկը ձեռին մնաց, այդ ցանկացած փորձը այդ մարդուն վարի տալու բանով ավարտվելու էլի։ Պետք է արագ այդ հարցը լուծել։ Լավ համեմատություններ ապրես։ Ինձ թվում է այսօր ավարտենք։ Արդեն մի 40 րոպեա զրուցում ենք։ Բայց շատ եղավ, մարդկանց բան չանենք, չզզվացնենք։ Չհոգնեցնենք, բայց անպայման մարդկանց խնդրենք, որ ներքևի հատվածում մեզ բաժանորդագրվեն, դա շատ կարևոր է, որ հաջորդ երկուշաբթի եւս մեր հաղորդումը ձեր բանում լրահոսում հայտնվի։ Մեզ մեկնաբանություններ գրեք, դրանով դուք հնարավորություն եք տալիս այլ մարդկանց այս հաղորդումը տեսնել, չէ՞, մեր լսարանը դրա արդյունքում մեծանում է։ Կարող եք լայք դնել, նույնիսկ դիսլայք դնել, կարող եք մեզ դիտողություններ անել, կարող եք ձեր մտքերով կիսվել, մենք ամեն ինչ կարդում ենք, ասա։ Այո, ես էլ եմ կարդում, այո։ Ահա, կարդում ենք, մեկ-մեկ էլ արձագանքում ենք ամենանց հետաքրքիր կոմենտների։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Միացում։ Ողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլ Նարսախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։